Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Բաժանորդագրվել է հարգելիներս, ովքեր չգիտեն, վիդեոյի տակ այսպեսի սև Գիծացույց տալիս սև փոքր տեղ։ Սեղմում եք, դա արդեն բաժանորդագրվելն է։ Լայքը դնում եք, որպեսզի բարձրանա, ձեր կարծիքները գրում եք, որպեսզի ես իմանամ ինչ եք ուզում։ Իմիջիալը շատ մարդիկ կան։ Մարդիկ կան, մի երկու հոգի են, շատ չեն։ Անընդհատ գրում են Գագիկ ջան, ես քեզ 1000 անգամ հարց եմ տվել, չես պատասխանել։ Հարգելի հետևորդ, հարցը նորից կրկնի, թե չես դերասանություն, ինչ որ ոնց որ շանտաժ լինի, ասում եմ ինչ հարց չեք գրում, ասма 4 օր մի հատ եք գրում։ Գագիկ ջան, հարց եմ տվել, չես պատասխանել։ Այ մարդ հարցը դուր պատասխանեն։ Եթե քեզ հաճույք ա տալի տենց ինչ որ քեզ սենսացիոն տրես, խնդիր չկա։ Կփակեք, տեսնեք, էլ եփ եք հարց տալի։ Մի հոգի կար ամեն օր ոնց որ նստած մարդուն բան են, վատ ցանկաներ։ Վայ Գագիկ ջան, ջանով էլ զգուշ քեզ չձերբակալեն։ Վայ Գագիկ ջան, զգուշ քեզ փողոցում չխփեն։ Վայ Գագիկ ջան, զգուշ չգաս Հայաստան ձերբակալեն։ Վայ Գագիկ ջան, զգուշ մի հատ դժբախտ պատահար չանեն։ Հարգելի հետևորդ, ես ինադու եմ փակից ես, որովհետև դա ոչ թե բարեմաղթակ է, դա ձեր կարճ խելքով ուզում եք ստրեսի ենթարկեք, հա, բանը վախեցնեք, բան։ Ես 10 անգամ Երևան եկել եմ, ուզենային ձերբակալեին, կձերբակալեին ուժները պատեր։ Հասկանալի է, որ ուրեմն իրանք գիտեն ինչի չեն ձերբակալել։ Որտեվ գիտեն ինչի դեմ պետք է դուրս գան, դրա համար չեն ձերբակալում։ Այստեղ տարբեր հարցեր կան, ոչ թե ես ավելի ուժեղ եմ, քան իրանք մի քանի հարցեր ունեն, որտեվ ձերբակալել է իրանք ձեռ չի տալիս։ Ձերբակալեն հանրային բարձր ավելի ռեյտինգը բարձրացնելը շուխրել ասում, այս մեկն է թող խոսա, էլի։ Քանի վնաս չի տվել, թող խոսա։ Հələ որ խոսում։ Էս է իրանք ուսացը։ Պարզ է։ Դրել եք 5 րոպե 1։ Եթե չկա որ չբացեմ նույն մարդը ջանով է գրում։ Գագիկ ջան, զգուշ վթար չլինի, Գագիկ ջան, զգուշ չձերբան, Գագիկ ջան, զգուշ եղի փողոց չխփեն, զգուշ եղի էս չանեն, զգուշ եղի, այ մարդ հանգստացեք։ Անուններ չեմ ուզում տամում անունով էի համեմատում, այդ մարդը կարող է հայմի հանգիստ նստած է։ Դուք ինչ գիտեք, որ ձեզ ձև տված համեմատում եք անուններով։ Անցան։ Հարգելի հետևորդներ, այսօր կխոսեմ մի քանի բանի մասին, որ միտումնավոր կերպով անընդհատ ասել եմ։ Փորձում են երկիրը տակ պահել իրենց կեղտոտ գործերի համար։ Նախ ասեմ ձեզ, Ադրբեջանի Թուրքիայի հետ պայմանավորվածություն ունեցող պայմանագիրեր իբր ստորագրող, բայց մինչև հիմա Թուրքիան չի թքում վրաները, որտեղ այդ պայմանագիրը իրենց խաղաղության ավելի վնաս է Թուրքիային, քան Հայաստանին, ասել եմ ձեզ, որտեղ Թուրքիայում ռեալ ապրողների թիվը արդեն 8-8.2 միլիոն են ասում, էլ չեմ ասում, ծպտյալ հայերի թիվը կարող է դառնալ 20-28 միլիոն Թուրքիայում։ Դրա համար նրանց ձեռ չի տալիս, որ ճամփեն բացվի, չեք հասկանում, սրանք է գնաց անընդհատ ոտները լպստում են, թե կնքի էլի։ Այ մարդ հերիք է Էրդողանի ու բանի Ալիևի սիրուհի դառնակ տղամարդ տեղով։ Նիկոլ Փաշինյան արդեն վաղուց նվաճել Ալիևի, Պուտինի եւ Թուրքիայի հակահայ հարցով գլխավոր խորհրդականի պոստը։ Մինը մնացածը ինչ եք մտնում մեջը եւ ժողովրդին լկտիություն խոսալով ես էլ եմ կրկնեմ, միշտ էլ ասել եմ, երբ որ սկսում եք իրար հայոյել կամ իրար կեղտերը ասել, երկուստը ճիշտ եք։ Բայց այլասերվածության աստիճանը ավելի բարձրացնելու, որպեսզի Նիկոլի խոսքը փակես, ալեն գրզոյի ստրիպտիզ բալեն։ Դու ես ինչ բառեր ես ասում, ասма հոգևորականի ձեռքը որ համբուրում եք, մինչև այդ գիտեք այդ ձեռքը որտե է մտցրած եղել։ Ալեն, հոդու, հնդկական ջեյնիզմի հիմնադիրներից չես կամ ընդեղի վուդուին չես տեսել։ Ջեյնիզմը ով չգիտի Հնդկաստանում տարբեր թվերով 9-ից 10-րդ դար մեր թվարկությունից առաջ կամ 4 դար առաջացած հիմունքա, որ այդ գուրուններին վիդեոները կարակ նայեք, մոտենում են տղամարդկային օրգանը համբուրում են կամ դեղաղոթում են կամ ձեռ են տալիս, այդ պաշտպանություն իբր թե մարդը կատարյալ է, ոչ մեկին չպետք է սպանի եւ այլն, sense մրջուններից է չեն սպանում, մի խոսքով բուսական են ուտում եւ այլն, sense մոտ հիմարություն է, հետևորդները մինչեւ մի 10 միլիոն են, որից 6-8 միլիոնը Հնդկաստան, մի 2 միլիոնն է դուրս եկածները։ Սա հիմարություն է կատարյալ։ Հիմա դու հայ եկեղեցու արդեն պատմության խորքից հետ քանդում ես։ Ես էլ եմ ասում, թքած ունեմ այն հոգևորականների վրա, որոնք հեռացել են։ Բայց դու ժողովրդին ինչ ես քարոզում, ձեռը եսին որտեղ է եղել։ Գնա Հնդկաստան դրանից ծառայի, քեզ շատ հարմար է, քո նման մերկ կանգնում են,
ու իրար համբուրում են տղա աղջիկ գնա դուրդ գալիս է դու գնա այնտեղ գուրու հաստատ կդառնաս որտեղ ցույց կտաս քո կլիպը Արման Հովանեսյանի որտեղ դու մերկ ստրիպտիզ էիր պարում ակվարիումի մեջ այլի գնա այնտեղ ժողովրդին մի փորձիր այլասերել ու պղծել ես չեմ ասում հոգևորականի ձեռքը համբուրել է դիեսի ինչ համաշխարհային բանը բայց բերեք հարց տանք ով է հիմա հոգևորականի ձեռքը համբուրում հələ ասեք հələ մի հատ ցույց տվեք հիմա հոգևորականի ձեռք համբուրող մարդ այ մարդ օրական թերթը բացում ես ծնողներ հետո էլ ասում եք Աննան հետո էլ դիմել էր փոքրիկներ եւ մեծիկներ մի լսեք մենք ինչ ենք խոսում մենք սովոր ենք քֆուրներին կդիմանանք այսինքն դուրն ես գալիս է էլի մեծերի գործերը մի բացեք նայ կա թերթ ես գրում երեխա ասելով 8 տարեկանը չէ բայց 12-13 տարեկանը լուրա գալիս է էջը բացում ես մի անգամից ձեր ռեկլամը գալիս է Ալեն Սիմոնյանը ասաց բանը հոգևորականի ձեռքը ուրիշ տեղ է ինչի եք պատշե անկախ նրանից այնքան շատ է գցած որ ցանկացած լուր բացում ես էդի գալիս է հերրախոսը ցնկ գալիս է 700 լրատվականից պլյուս մի 200 քաղաքացի են ուղարկում ոնց կարաս լուրը չնայես հələ առավոտ քանիսներ 9:40-ներ ինչի դմ լուրավոր գալիս է դե մեր ժամով եմ ասում Կամ կանգնե Արաբաթ ասմա թուրքերի հետ համարյա հասնում ենք լավ վիճակին Ադրբեջանի հետ շատ հնարավոր է լավ լուրը լինի մենք կնքենք հեսա Նիկոլնա լավ լուր ասում թե մենք ձեր լավ լուրը 8 տարի չտեսանք ձեր լավ լուրերը միայն ձեր համար է պայմանագիր կնքենք ասմա բայց հարց են տալիս իսկ գերիների հարցում ասմա գերիները ցավոտ հարց է չի ստացվում բա Արաբաթ Թուրքի տակ մտնելը ստացվում է Թուրքիա գնալ օրերով ապրելը ստացվում է 5-6 տարի Ռուբինյանին գործուղեք որ բանով զատնի պերևոդով աշխատի ստացվում է թուրքերի հետ բոլորի ձենը բարակ է դարել մեծո սոպրանո Թուրքի տակ մտնելու համար ստացվում է բայց գերիների հարցը չի ստացվում Այդ ոնց է պայմանագիր կնքում եք ստացվում է ապրանք բերում եք ստացվում է իրար հետ ծախում եք ստացվում է իմիջիայլոց Ադրբեջանը հայտարարեց որ մինչև հունիսի 1 Ադրբեջանից Երևան Բաքու Երևան չվերթների թիվը եղել է 69 69 հատ եվրոպացի է եկե գնացել ժողովուրդ ջան մետ ինձ ասեք էլի այդ ներողություն շտանգել եմ կպովոտով 69 հատ եվրոպացի եկե գնացել ժողովուրդ հələ մի հատ դրեք հաշվեք 5 ամսում ամիսը 10 հատ եվրոպացի եկե գնացել 12 հատ ասում են ինչի համար է բացա որ եվրոպական կամ ամերիկյան կամ օտար երկրների հա պատվիրակություններ թռնում են 69 որտեղից Նիկոլ քանի անգամ ես թռել Աննան առանձին քանի անգամ է թռել աղջիկը առանձին քանի անգամ է թռել Վիգենը առանձին քանի անգամ է թռել Վիվարոյի դեղ Վիգենը Ձեր մյուսները Արաբաթը քանի անգամ է թռել Ռուբեն Ռուբինյանը ձենը մշակելու համար բանի ձայնային մշակողները ես ինչքան հիշում եմ ես մասնակից չեմ ձայնային մշակողները հիշում եմ որ իմ հետ որ աշխատում էին տղաներ կային օպերաբան երգելու կամ բարձր էստրադայի համար գնում են թոքերը լայնացման վարժության որ ձայնը լայնացնեն դուք գնում եք ձեր ձայնը սոպրանո սարքելու Զատնի պերևատ բաների, վարժանքների, ուրիշ բանի համար դուք Թուրքիա չեք գնա Ադրբեջան։ Մենք տեսնում ենք ձեր գնացած եկած։ Խայտարակությունների ֆոնին, այսօր էլ կան ասում են, ախր ծիծաղել են իմ համար, այնա որ փնթին է խոսում, մարդ, որի մաման, ալեն քո մաման, միջամատեր ցույց տալիս ժողովրդի վրա թքում էր վերևից վրան։ Իսկ քո նման ազգային ժողովի ղեկավարը ախրանիկներին ասում քաղաքացու ձեռքերը բռնեք թքեմ երեսը հետո գնում ասում ներողություն ալեն ես համաձայն եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները խնդրում են բոլորդ մի հատ մազերը թացացրեք գլուխը մտցրեք սառնարան որ լավ sense գրիպոս խորխ լինի թևերդ բռնենք Հայաստանի Հանրապետության չէ միայն ամբողջ հայ ազգը դրսի էլ 45 միլիոն մի հատ խորխեն sense դու խորխի բասեինի մեջ մնաս Բոլորս միասին համաձայն եք, վերջում ասենք կներես։ Ես համաձայն եմ։ Այ քեզ բան։ Այսօր էլ կանգնել այփը լավ բաներ ասում, կարծում ամեն տարի շքան փող են բերել, ասում այսքան միլիոն փող ենք բերել այդտեղ անկապ թվերը։ Ասենք որ ասես 68 միլիոն 70-ով է իմանում ինչ ասում։ Ասում չհաշված Քոչարյանի 200 միլիոնը, շոր ջան։ Քոչարյանի փողերը 94 միլիոն չհաշվեցի, ես 94 ու քանիս։
Հələ կարող եմ ինչ լավ հաշվեի կուրսերը, հետո առաջանեք կարող է 90 կանգներ։ Բայց 200 միլիոն որտից եք պահանջում։ Ախր, ստի դուք չեք հիշում ումից ինչ եք պահանջում։ 94-ն ու 200-ը մեկա, մոտ 100 ասեր հասկանանք, բայց 94 եք պահանջի, 200-ը որտն է։ Կամ հիմի բռնել եք Գևորգյան Արմենից, Քոչանի օգնական պահանջում եք 5 միլիարդ դրամ։ Գևորգյան Արմենը հիմա այդ 5 միլիարդ դրամի համար ծիծաղում է, որտեղ 5 միլիարդ դրամ դա 12 միլիոն դոլար փող է։ 12 միլիոն դոլար Գևորգյան Արմենը, որը հարուստներից մեկն է, երևի 2 բնակարան է լինի։ Գևորգյան Արմենի 2 բնակարան է լինի։ Իբր գործ եք անում, էլի, այդ պետքան տարիք հաշտվիկ չպահանջիկ, հիմա եկել եք ընտրության եք գնում, քոչի տղեն առանձինա գյուղեր գնում Քարոզարշավի, Նիկոլը գնում է երեխեքին ագրկում ողբան, երեխեն տենում ընկնավորում է, սատանական քաղաքում դեմից տենում է։ Հիմի քո վրա որ ասում ես ես պապ թագավորն եմ, հիմի շարուս պապ թագավորին չէինք ասում, որովհետև սկզբնական շրջանում ասեմ ձեզ, որ դա առաջինը ես ասի Նիկոլը պապի պես է իրան պահում, որ Հայաստանում չէր եղել ոչ մի ղեկավար, որը առանց տեխնապա ելներ ժողովրդի մեջ, իսկ Նիկոլի շմետ չէ, սկզբի մի շաբաթ, 2 շաբաթ առանց տեխնապա ելնում, ինքը իրան ոգևորվել էր։ Պապ թագավոր լինելու համար Նիկոլ Փաշինյան, դու վերցրել ես իբր պապ թագավորի կերպարը, հա, որ ինքը հիմա էլ երկրորդ կերպարն ես բերել, եկեղեցուն որ պետությունից հեռացնում, հա։ Իսկ եկեղեցուն պետություն հեռացնելուց բացի պապ թագավորը ինչ արել, որը դու չես անում։ Հերթով մատներիս վրա թվեմ։ Քո կյանքի խոս սեկտային ընդհանրապես վտարել Հայաստանից, դատել բոլորին, ղեկավարներին, որոնք մարդկանց հազարներով վնաս են տալիս։ Թմրադեղը վերացնել Հայաստանից, որի բիզնես անում են քո կնիկն ու քո մեծ աղջիկը։ Ղումարի կրիպտովալյուտաների բիզնեսը հանել Հայաստանից, որ անում են քո կնիկն ու աղջիկը։ Իհարկե, թուրքերի, Վիվարովիկի եւ այլնի հետ։ Պապ թագավորը արգելել է իրար մեջ արյունակցական ամուսնությունը մինչև 7 բորդ։ Իսկ դու դրել ես ուրիշ բաներ ես պատմում, բայց նույն առումով աղջկատ վիդեոները օբյեկտներից կա, գրում մտնում տղեկին նստած, այդ որ վարչապետի, երկրի ղեկավարի վարչապետի չէ, աղջիկն ատենց գնում, տղեկին մուսկուլավոր գնում եղունգները կսում, բնական է, փաթաթվում բան, այդ որ երկրի ղեկավարի աղջիկն է, եթե իրոք նա քո աղջիկն է, որտեղ քեզ նման չի, քո մերձավոր օլիգարխներից մեկին է նման, իրա ոզնի դեմքով, ուժս, այդ որ մեկի աղջիկն է առանց ներքնազգեստ վիդեո գցում, որը մինչև հիմա ֆռմա YouTube-ներով, TikTok-ից ջնջեց հաճույք էր ստանում տակը, ես հաշվել եմ մի օր 12,000 գրառում կար 98%-ը հայոյանք էր, քեզ քո կնոջը քո աղջիկը։ Այդ որ մի երկրի ղեկավարն է, պապ թագավորը Հայաստան է ստեղծում, ոչ թե Հայաստանը ծխվեց։ Պապ թագավորի գլուխը կոտրեցին, դե խփեցին թրով ուղեղը թափավ սեղանին։ Նրա համար, որովհետև դուր չէր եկել նաև հոգևորականներին իր դրած կարգը։ Բանակն էր մեծացրել ու կոտորել էր Ձիրավի դաշտում պարսկական կայսրության զորքերի։ Հռոմը հասկացավ, որ հաջորդը ինքն է, հրպապի դեմ քանի հատ մահափորձ արեց, հետագայում սպանեցին, որտեղ սրա շատ մեծ մեղավորություն ունեին, պատմությունը չի գրում նաև հոգևորականները, որտեղ հոգևորականները ասաց եկեղեցականից գնա վերենքի քո տեղը նստի, հոգևոր գործերով զբաղվի։ Դու ով ես որ դառել ես բան, մեծ ֆեոդալ։ Չէ՞ ոնց որ Եվրոպայում։ Հետագայում պապին սպանեցին, կարգերը հետ եկավ, էլի եկեղեցին իր հողերը եւ այլն ստացավ։ Այսինքն դու պապ թագավորի, գիտես, դա սատանություն է, երբ որ մեկից վերցնում ես այսքան բանը փորձում ես դա ներկայացնել լավ, ոնց որ հոգևորական է սեկտաները, Աստվածաշնչից վերցնում են իրանց ուզած տեղը, ու այդքանը կպցնում են, ասում են, էսա գնա։ Ես բոլոր սեկտաների անդամներին էլ նստել լսել եմ ժողովուրդ ջան։ Ես նաև տարբեր կրոնների եմ լսել մարդկանց, որպեսզի հասկանամ դրանց ճիշտ ու սխալ կողմը։ Որն է։ Ու ես հասկացել եմ իմ մեջ։ Ասել եմ, չեն կարացել պատասխանը սկսել են քցել եսի ինչ ուժերի վրա, եւ արդեն հասկացել եմ, այդ դրանք արդեն բանի պետք չեն, էլի։ Երբ որ ասում ես օրինակ, բայց ըստ ձեզ Աստծունով ստեղծեց, ինքը ասես խառնված նայում է։ Կամ ասում ես, բա լավ, ինչի էր որ եթե Քրիստոսը ձեր ասելով
բաներ, ասենք ամենալավներ, ինչի բաներ, ասենք Հնդկաստանի լրիվ բնակչությունը չընդունել։ Դե ասում այն ժամանակ ինքնաթիռներ չկար, ուղղաթիռ, սենց անկապ։ Այսինքն հասկանում ես, էլ հետո Քրիստոսի խոսքը ամեն մի սեկտան իր ձևա ներկայացնում, որ լսում ես, ամեն մեկը իր ձևա ներկայացնում։ Տեսել ենք այն գոռացող հուրը հայ այն կյանքի խոսքին ու խփնված տենց այլ երկրների շպիոններ։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը եւ իր թիմի ոչ թե կոնկրետ Գարեգինի դեմը, ոչ թե կոնկրետ որևէ մեկի դեմը, այլ կոնկրետ հայ ժողովրդի դեմը, ոչ թե հոգևորականի դեմը, որ պատժի, այլ հայ եկեղեցու դեմը, հայ ընդհանրապես Աստծո դեմը, Աստծո դեմը։ Ինքը ոչ թե քրիստոնեության, ինքը Աստծո դեմ, այսինքն փչացնելով, չուլասելով, ներսի նստած է սամ։ Իրան էլ համեմատում է բանի հետ, ասում է, երբ որ Քրիստոսը լես սատանին նայ 37,000 հայ արյուն ախել է, կորոնան էլ հետը։ Կանգնացնում է, ես որ Քրիստոսը մտավ տաճարներ, նամակրեց տաճարները կուրքերից։ Հիմա դու չես դրել ես Քրիստոսի տեղ, բա էշ շտուրա։ Այ էշ։ Դու Աննայի էշն ես, Աննան վրետ նստած, օրենքով պիտի Աննան ասի ես եմ Քրիստոս, բայց հաշվի առնելով բոլոր վեներական հիվանդությունները, որը հարուցել է Հայաստանի բնակչության, ինքը չի կարող լինի որևէ բան։ Բուկետ բերանի չեք բացում, որ ես ձեզ ուրիշ բաներ ասեմ։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության մեջ ոչ մեկ 35 տարվա ղեկավարներից եւ հոգեվորականներից թող գլուխ չգովի, ընդհանրապես ասել եմ 20 հոգի, որ ինքը իրոք ծառայում է Հայաստան կան եկեղեցու։ Այսինքն իմ խոսքը վերջնական է, երկուստ էլ իրար արժան են, բայց ժողովրդին մի խառնեք, մի հելեք հատուկ լրագրողի դեմ ելույթ ունենաք, որ ժողովրդի մեջ կռիվ գցեք, հավատան հավատ սարքեք, հետո սեկտաներ բերեք, հետո կռիվ անեք, հետո ես իմ այն մի ալենն էլ արդեն գնաց է ջեյնիզմա դառը, ես ինչը պաչեն, ինչը պաչեն, բա որ ձեռը մցրես տեակ կպցրե, ես ինչը պաչեն, լավ չես, չէ, հեսա որ իշխանությունից անցավ, խոսք ենք տալիս, հենց իշխանությունը անցավ, այլին դու անձամբ այդ խոսքի համար բերդում ես լնելու, ամբողջ Հայաստանի ժողովուրդը անցնելու է, ջեյնիզմի նման ուզած տեղը պաչես, դրեք նայեք մի հատ, այ քեզ բան, սենց հիմարություն երկրագնդում չենք տեսել, Ալենին հարցնում են, ասում են, բա այդքան փողը որ բերել եք, ուր ա լրագրողը, ասում են պաշտպանական զենք ենք առել, ուրեմն Ալեն Կարծեմ ծառայել ես, թե ծառայեցրին անցրին գրզոպապաներդ։ Պաշտպանական զենք չկա, զենքը միայն հարձակողական է լինում։ Եթե դու առել ես այդքան պաշտպանական զենք, ուրեմն ողբալի վիճակում ես։ Սերժ Սարգսյանը իր դեղը քաշած քթով կատարելով ջուդի ու թուրքի ռուսի հրամանը, ինքը հրաման էր տալիս ոչ մեկին չկրակել։ Հիշում եք ինչ եղավ Քարորյան ստուգողականներ, որից հետո եղավ 44 Սերժան։ Սերժը ասեց ես փոչս քաշեմ, հետո սարքեք։ Ուրեմն պաշտպանողական զենք միայն առնելով դու կործանում ես քեզ, եթե հարձակողական չկա։ Հենց որ անասուն խոսակցություններ մի բերեք։ Հա, Հակոբ Կոնջոյանն էլ են խփնվածը, որ Հակոբ, դու գիտես որ քեզ էլ են զոհ տալու։ Քեզ թվում է Նիկոլը փախցնելու է քեզ։ Որ մեկին փախցնի, իր աղջիկներին փախցնի 4 այն տաղեն էլ աղջիկ չկա, 4-րդ աղջիկը, որտեվ աղջկապես գնաց սխալ գործ տվեց։ Իրա 4 աղջկան կնգան փախցնի, կնգան չէ, սիրուհուն փախցնի, սիրուհու սիրածներին փախցնի, թե քեզ փախցնի։ Ասում է հիմա հայազգը ապրում ես իր ոսկե դարը, ժողովուրդ ջան, ինա դու են անում, որ իշխանափոխությունից հետո այս Կոնջոյանին փողոցում երկու կողմից ավտոն գա սենց խփի պահի, չսպանի, սենց խփի ու պահի, որ սենց սխմեվի մնա, ու հելնեն ինչքան կարան ծեծեն, թքեն, հայերն ու տենց մի 50-60 սուտկապային հետո գցեն բերդ։ Մա հայ ժողովուրդը ապրում է հիմա ոսկե դարը, մի փնտ Այդ տղա ջան, ոսկե դարը ձեր դա որ դերը հայ ժողովրդի թալանում եք, ժողովրդին ոսկե դար չի։ Պետական վերահսկողության տվյալները նշած է 30% թանկացել է միրգը, 20% է, 18% են, 5% են։ Այսինքն ամսի 1-ից մինչև հիմա։ Էդ է ցույց տալիս ինչ ոսկե դար։ Ոսկե դարում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ջահելությունը միջինը ստանում է 300-400 հազար փող զորով ծերին հասցնում, այն է մասնագիտություն ունեցողը։ Մինչև ձեր գալը $1000 չեմ ասում եսի միջ է, բայց էլի փող դուք եկաք $1000 վերածվել է $300։ Մարդիկ մտնում են խանութ, ես վերջի անգամ մտա ժողովուրդ ջան, ազնվությամբ եմ ձեզ ասում, ես միրգ շատ եմ սիրում։ Ես միրգ կարամ կիլոներով ուտեմ, մի քանի կիլո։
Մտա Երևան խանութ, ես ասում եմ Գերմանիա թանկ է, բան 3 եվրո, 4 եվրո մլքի կիլոն։ Հա, ասում եմ թանկ է, մտա խանութ sense մեծ ցելոֆան միրգ առա, մոտավորապես ինչքան մի տարի առաջ էլ։ Մեծ ցելոֆանով միրգ առա մտա տուն, որ չեկը չնայեցի գրել էր 32500 դրամ։ 32500 դրամ Գերմանիայի ցանկացած խանութից այդ միրգը դու չես կարա ձեռքով բռնես։ Բոլոր Գերմանիա ապրողները կհավաստեն։ Ձեռքով չես կարա բռնես, որ մի sense ցելոֆանը լիմես, տանես դու։ 80 եվրոյի միրգ։ Ասում մենք ապրում ենք ոսկե դար։ Քո գլխին ա գալու ձեր ոսկե դարը։ Անցնենք մեկ այլ հարցի։ Հիմնականում կներկայացնեմ ես ձեզ միջազգային հարցերի, որը բավական հետաքրքիր է, նախ ասեմ ձեզ, պատմական մասում մի փոքր այլ վերլուծական կտամ, այսօր խոսել եմ մեր հայ բանասեր եւ բանաստեղծ Արամայիս Մնացականյանի հետ, հոյակապ միտք տվեց, ես ուզեցի իրեն հրավիրել եթերի, չհամաձայնվեց, չգիտեմ ինչու, ես սա կբարձրաձայնեմ ուղղակի, որ մարդու մտածելու տեղի կա տալի, որտեղ ես նույնպես շատ անդրադարձել եմ հայոց գրերին, ինչի գրերը սենց եղավ, ինչի Մաշտոցյանունը գնաց, ինչի որ Մաշտոցյանների չէր, դրանից 5500 տարի առաջ Բոլիվիայից գտնված կարասի վրա, որը Ամերիկայում է, դրա վրա հայերեն տառեր է գրված, մեկ է տակը մեկը գրում է, էլի Փողոցյան, Խուժան Լակոտ, արա, ունս սարև, այդ նույնթե ես եմ գտե, ինչ ես ասում, Պողոսիկ, թե Վալոդիկ, թե Լիլիշիկ, թե Լուծիկ, ինչ անունը տապերիկ, դու ես գտե, լավ ես արի, ես ասեցի, ես եմ գտե, ես եմ առաջինը տպե, այդ մարդուն բլոկեցի, հիմա ասում եմ, կապիկ ես, ինչիկ ես, լուծիկ ես, թիթեռնիկ ես, թե լոլոշիկ ես, լավ ես արի, բայց որ տենց ոգևորվել ես, ես ասել եմ, ես եմ գտե, ես Բոլիվիա չեմ եղել, ոչ էլ նահանգներ, եղա, մարդիկ կան Ժորժ ջան, որ բան ասում ես, իրանց թվում է, դու իրանցից գողացել ես, որ ինքը տեսել է։ Հիմա ոնց որ ես ասեմ Նյուրնբերգում Սուրբ Հակոբի պատին նկարներին Facebook-յան էջում կա, գծածան Ն եւ Ղ տառերը մնացած հայկական Կիլիկիայի գերբերը կա, որը կա, ջնջել են, ես անընդհատ վիդեոներով գցում եմ։ Մեկ ասեմ, հայտա, դա ես եմ առաջինը ասել, այ չանենք։ Դա այնքան պետք է ասվի, որ բարձրաձայնվի գովաց դլնի, ջահել ջան, եթե դու հայ ես։ Եթե դու հայ ես, եթե դու, ինչ ասեմ, դեղանող վիժվածք չես, եթե դու մարմնավաճառ չես կամ արվամոլ չես, պարզ է, ցանկացած հայ ուրախանում է, որ իր ասածը կրկնում է։ Ուրեմն շատ հոյակապ բաներ ասեց, հիմա կներկայացնեմ, լավ, հիմա դա ասեմ, հետո շարունակեմ վերլուծականը քաղաքականը բավական հետաքրքիր է։ Ուրեմն շատ հետաքրքիր բան ասում, եթե հայկական տառերը մենք արերենն այնքը, ոնց որ հիմնադրում է եւ բացահայտում է բոլոր բառերը, գրառություններ եւ այլն, պետք է կարճ կներկայացնեմ միտքը, հոյակապ բաներ ասեց, որոնք մտածելու տեղը կա տալիս։ Նախ ասում ինչի է հայոց տառերը դառել 39-ը, որը երկար մեր գրել է, բնականաբար մեր տառերը շատ է, դուրս է գալիս, որ մենք կարողանում ենք շատ գրել, եթե բոլոր երկրների տառերը 24, 26, 27 է։ Սա հայերենի տառերը, եթե վերցնում ենք կրկնա տառերը, եւ վերցնում ենք այս եւ ով ֆնկա, բայց մնում է, այդ այս ամբողջը կնայեմ հետո կասեմ, ինչպես ներկայացած հենց օրի վրա, որ արևմտահայերեն գրվում է ա օրը, որը գալիս է այսպես նշեմ, տեսեք։ Ու տառի այս գյուղ մասնիկը, այսինքն ներկայացնում է, սպասեք, տեսեք ոնց է ներկայանում։ Շատ գեղեցիկ ներկայացնում, այսինքն 3 մասնիկ, այս մասը, հա, եւ ան, սա 3 հատ այսպիսի մասնիկը այա, չէ, եւ մի հատ էլ էս մասնիկը եւ երրորդը, օր, հա, օրա գրվում այդպես, հետո այն on հորին է, որը ասում է պայքար է եղել, դες տենց մանասեր չեմ այդ հարցով, պայքարը գնացել on հանել է նրա համար, որ ֆրանսերեն եւ լաթայնի թարգմանությունից օտարին թարգմանություն չկար, ոյով չէին կարող բոլորը թարգմանել։ Այսինքն բոլոր ազգերը իրենց տառադարանում ունեցել են, հայերին չէ, որը միտումնավոր դրված է։ Սա ես նույնպես համաձայն եմ, քանի որ հայերի կոդը, գենետիկ կոդը խախտելու համար ոչ միայն պիտի խախտեին առաջինը իր հավատքը եւ մնացածը, պիտի խախտեին նաեւ լեզուն, իսկ լեզուն դա մայրն է ամեն ինչի, որ մենք կարողանում ենք կարդալ, այսօր խոսել, զրուցել, հաղորդակցվել եւ բնականաբար, ինչպես ասում եմ, մեր
հոյակապ ընկերը առաջինը լեզուն է եղել, հետո տառը։ Ճիշտ է, բնականաբար տառ չեղել, տեսել ենք նկարներ են եղել, նկարներ, շտրիխներ, գծեր, հետագայում եւ թե ինչի համար հիմնեցին, դրեցին, կործանեցին, հետո իբր գտան։ Սա արդեն մենք գիտենք քրիստոնեությունից հետո եղավ, փորձելով հայերի եւ գենետիկ կոդը փոխել եւ լեզուն փոխել եւ այլն։ Եվ ինչ մի հատ հետաքրքիր բան ասեց, ինչի է ան եւ մնացած տառերը երկար կամ այդ ձև։ Շատ հետաքրքիր, ես հիմա կասեմ ձեզ, նույնիսկ Գերմանիայում շատ հարցեր կա, որ այս օրինակ Գերմանիայում շատ ժամանակներ փորձում են չարտահայտվել։ Ժամանակ պահեն, ասինքն որ մարդիկ գրելու մեջ քիչ գրեն արտահայտվելու համար։ Այսինքն քիչ գրելը դա նշանակում է քիչ մտածել, դա նշանակում է խնայողություն թե ժամանակի, թե ամեն ինչ նյութականի։ Եվ ինքը հաշվել է, որ եթե հայերենը չգրվի 39 տառով, գրվի ասենք 27 կամ 28 տառով հայերենը, որոնք ավելացվել են այդ ոնո եւ այլն։ Եթե գալվի 28 տառով դուրս է գալիս, որ մենք 5 տարվա մեջ 1 տարի մեր կյանքից կորցնում ենք խոսելու եւ գրելու մեջ։ Եվ ամեն մի միլիոն հայի հաշվով մի քանի միլիոն դոլարի մենք ստանում ենք վնաս։ Բացատրեմ։ Դե տեսեք, եթե ինձ պետքա այս մի դիմումը գրել մեկ թերթի վրա, չէ, օրինակ։ Եթե ես խոսում եմ կարճ, ուրեմն գրում եմ կարճ, այդ մի թերթից բավական է եւ մյուս տպելու եւ ամեն ինչը բավական է, չէ, խոսքնելա կարճ, տպելու նյութն է քիչ գնում եւ այլն։ Եթե մենք խոսում ենք երկար, արևաճաճանչա շողապարծառափայլատակություն 39 տառանոց բառերով կամ նման բառերով, որ հիմա սկսել են բառերը կպցնել իրանց դնել երազածի տեղ, պատճառահետևանքային կապեր։ Հասկանում եք, այտենց խոսացողները եւ կյանքն է երկար բանը կորցնում է կյանքից եւ նյութականն է կորում, որը Հայաստանի Հանրապետությանը հսկա հայ ժողովրդին հսկական նյութական խնայողություն է։ Եվ երբ որ դու խոսում ես մաքուր լեզվով, որը բերում է հին հայկական արիների հենց արի լեզվին, որ գասա մեր պատմականը, դու արդեն բոլոր բառերը ավելի հեշտ ես վերցանում։ Հիշում եք, ես ձեզ մի քանի հաղորդում ես բարբերաբար ասում եմ, ցանկացած անուն հայերեն կարդացեք, տեսեք ինչքան ընթերնելի է բոլոր երկրների մեջ, տեղանունները հիմնական։ Այսօր նայում եմ հնդկական, քանի որ հնդիկները դե գաղտնիքի ստեղծեցին սանսկրիտը, որով այսօր աշխարհում մաքսիմում 140,000 մարդ է կարողանում գրի, սանսկրիտ ազգություն չկա, դա գրելու լեզու է, թաքուն գիտնականների լեզուն էր, հիմա մոտ 140,000 մարդ է կարողանում խոսել։ Սանսկրիտով խոսողների քանակը եւ նրանց լեզվային արմատը, եթե մենք հիմա վերցրեք հայերեն կարդացեք, տեսեք, որ սանսկրիտը հայերեն ավելի հեշտ է կարդացվում։ Բառ արմատները իրանց այդ այսօր էի կարդում վարդա բհարատ են գրում, եթե դուք ասում ես վարդա հատ, գալիս է հենց իրանց տոնը, որը մոտապես վարդավարի նման է։ Ես մոտավոր ասեցի բառը։ Ուրեմն տոնը կոչվում է վարդա բհար, վարդա բհատ թե վարդա բհարատ։ Նույն գալիս է վարդավարի տոնը, որտեղ իրենք ոչ թե մեր նման ջուր, քանի որ Հնդկաստանը ծակավաճուր է, այլ վարդի ցող են լցնում։ Ու այդպիսի հազարավոր բաներ։ Ես ձեզ ներկայացնում եմ դաշտը, որը կոչվում է Պակիստանում Սիզամարգ, բառացի հայերեն Սիզամարգ։ Բոլոր տեղանունները, որ ասում եմ, տեսեք, մայրաքաղաքը նույնիսկ երեք ասեցի, խազարների մայրաքաղաքի անունը Սարքել, բառացի ժողովուրդ ջան, Սարքել։ Այսինքն այսօրվա դրությամբ, երբ որ մենք վերցնում ենք որևէ տեղանուն կամ որևէ նյութ կարդալով հայերեն, մենք ավելի շատ բան ենք հասկանում, քան ցանկացած լեզվով, որ չարչարվում է։ Դրա համար սա դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, մարդը ուսումնասիրելը մենք եկը ուսումնասիրենք, կտեսնենք հետագայում ինչ ձև եք ներկայացնում։ Անցնեմ միջազգային լուրերին, ասեմ ձեզ, որ շատ հետաքրքիր խաղի կանոններ ա գնում ջհուդների մոտ, ինչքան էլ Տրամպը փորձում է երկու ճակատով խաղա ջհուդների հետ, Նեթանյահուն հենց հիմա դա տանում, մեղադրում են բանդիտների, իգիլի եւ ինչպես նաեւ Համասի հետ համագործակցության մեջ։ Դե իգիլը գիտենք, ես վաղուց եմ ասել, կռվի 10 քանի թվից որ իգիլը գրում է, ես ասում եմ իգիլի ղեկավարներին ձերբակալել են, բոլորը հրեական հատուկ ծառայության։ Բայց իգիլը բացի արաբներին ջարդելուց նաեւ ինչ արել
Նաև վնասը հասցրեց ջհուդներին, դրա համար են հիմա դատի տալիս։ Համասը էլի կրկին անգամ ասել։ Իսրայելի սարքասնը։ Նաև բանդիտների հետ, այնչի բանդիտները շեշտեցի առաջինը, որտեղ դատարանում գրված է, որ այդ բանդիտական խմբերը անում են այն, ինչ որ ես տարիներով ասում եի։ Այսինքն, այն օրգանների առևտուրը, տարբեր երկրներում սպանությունները, փողերը հանելը, հրեա երեխեքին դրսից բերելը, դրանց վրա փորձեր անելը, հատկապես հրեա երեխեքը դե իրանք որ շատ են իրար մեջ, ես իմ բոլորի հետ ամուսնանում, գիտեք թե չեն ամուսնանում, երեխա են ունենում իբր շատացնել, այդ բոլոր երեխաները ծնվում են արատով, իսկ այդ արատով երեխեքին լաբորատոր ստուգումից հետո ինչը լավա վերցնում են, մնացածը կամ օբշ երեխու վրա փորձ են անում։ Հիշեցնեմ ձեզ, որ Ճապոնիայի 618 էր կոչվում, թե որ հույժ գաղտնի լաբորատորիան, որտեղ 4-ից 12,000 ամեն անգամ կորեացիների վրա դաժան փորձեր էին անում, նույնիսկ նախ առանց դեղ, առանց ցավազրկող, մարդկային փորձեր, որ տեսնեին ինչ կլինի, ու խելահեղ փորձեր։ Ինչ կստացվի մարդու հետ, ոնց որ գերմանացիք են արել որոշ գերիների վրա, ոչ թե շատ, ջհուդներն էին արեկցին գերմանացի ազգի վրա, քանի որ Հիտլերն է ջհուդ էր, այդ բոլոր փորձերը կատարել են նաև Իսրայելում։ Պարզ է, չէ՞։ Այ դրա համար դատի է կրում։ Դրա համար Տրամպը որպես մշտական առևտրական մարդ, առևտուր անում քաղաքականությունը։ Այսինքն Իսրայելին ասում է հա կօգնեմ, բայց ինքն էլ արաբների հետ լավ փողի առևտուր անում։ Որի պատճառով, տեսեք, Տրամպը լինելով մենակ անուղեղ առևտրական, այսինքն շահ, որտեղ բիզնեսի առաջի կանոնը նորն է, ողորն է, որտեղ շահ, այնտեղ եղանակ չկա։ Այդ ֆոնի վրա ինքը ի՞նչ անում։ Ինքը վերցնում է սիրուն, Իսրայելը ինչ որ առաջընթաց է իբր տալիս, բայց արանքը փողը հոտ չունի, փողը իրան գրավում է։ Ճիշտ է, բիձեն մեռնելու վրա է, բայց ամբողջ կյանքը փողի համար է պայքարել, դրա համար փողը իրան գրավում է, կապ չունի։ Ախորժակ ուտելուց է բացվում։ Արաբների հետ գործարքի է գնում։ Այդ նույն ֆոնին Իսրայելը հիմա գոռում է, թե ինչի է Տրամպը տենց արել, որ Եգիպտոսի բանակը, եթե 2021 թվականին 390,000 էր, այսօր 485,000-ը եւ եւս մի քանի միլիարդ հատկացրել է, որ բանակի թիվը հասցնի 600,000-ի։ Հարց. որ երկիրն է Եգիպտոսի անվտանգությանը սպառնում մոտիկ, որ Եգիպտոսը բարձրացնում է կողքի երկրներից ոչ Սաուդյան Արաբիան, ոչ Հորդանանը, ոչ Սիրիան եւ առավել եւս Լիբանանը, ոչ Կիպրոսը, Լիբիան չի սպառնում, Սուդանը չի սպառնում, որ երկիրն է սպառնում։ Պատասխանը մենակ Իսրայելը։ Ինչի է շատացնում, դե ես գիտեմ, որ Թուրքիայի համար էլ է շատացնում, քանի որ Եգիպտոսի վզին դրած է, որ Թուրքիայի հարցն լուծվի, որը պարզ երևում է, դրա համար էլ գնում է այս ամբողջ խոսքերին։ Ուրեմն ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, հաջորդ հարցը։ Թուրքիայի 0 տեղեկություն երկրաշարժի հրդեհների եւ այլի մասին։ 0։ Ինչ ներկայացնում է, ստացվել է հեսապրստում։ Իրականում վիճակը շատ վատ է, ես ասել եմ, Թուրքիայի պայթունը միանգամից է լսվելու։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի պատասխանին, որ խփում է քաղաքներին, ժողովուրդ ջան, ելի եմ կրկնում, հրթիռը խփեց, որևէ քաղաքում մահացան, ասենք 50 կամ 15 կամ 70 կամ 100 հոգի։ Դա պատերազմի լուծում է։ Ունես 150,000 հրթիռ։ 150,000 հրթիռից մինիմումը, ասենք 30-40,000 հրթիռը տեղ չի ասնում։ Այդպես է, խփվում է։ Մնացած խփածիցը մի մասը կպնում է անդե, բայց մարդու վերացումով հրթիռով այսօրվա դրությամբ աշխարհի պատերազմները միշտ էլ որոշել են կանաչ մարդուկները, որը նշանակում է զինվոր։ Հիմա դու ինչքան էլ օդից խփում ես, կանաչ մարդուկին դու վնաս չես տալիս այդքան։ Այսինքն դու կարաս խփես այդ կանաչ մարդուկը 5-10 հոկանոց խմբերով մտնում է ռուսական մարզեր։ Էլ չասեմ, որ դու արդեն թռնել օդային էլ խփելու բան չունես։ Այսինքն պատերազմը կձգձգեն մինչև Ռուսաստանի լրիվ քայքայումը, որտեղ ծրագրեր կա, որ Ռուսաստանից ոչ թե պոկեն պուճուր, ոնց որ ես էի ասում։ Հիշեցնեմ ձեզ, որ Պրիմորեի մարզը մինչև 2022 թվականը բուֆեր զոնա էր Ճապոնիայի ու Ռուսաստանի մեջ։ Այսինքն շատ հնարավոր է,
Բուֆեր զոնան գնա կամ Ճապոնիան հետ ստանա իր կղզիները, ոչ թե նրա համար, որ ինքը լավն է, չէ։ Ամերիկան էլի զորքը մեկա պահելու է, Ճապոնիայի բազան ամենահզորներից է, 48 թե 49,000 զինվոր ունի։ Ու ցմա տրված է Ամերիկային մի քանի քառակուսի, որտեղ ընդհանրապես Ճապոնիան իրավունք չունի։ Կատեգորիկ ճապոնացի որևէ քաղաքացին դեռ իրավունք չունի։ Գալիս է, որ Սախալինն էլ է գնում, ծովափն էլ է գնում։ Իմիջալոց երեք ինձ ասեցին, ես մի փոքր ճշտեցի, ռուսները շատ փրփրած են Կրեմլում։ Իրենք չեն սպասել, որ իրենց դավաճանության մեջ պիտի լինեն Միջինասյան, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իհարկե իրենք բնականաբար գիտեն, բայց չեն սպասել, որ կլինեն։ Ըստ որոշ տվյալների ես մի հատ էլ կճշտեմ, ասացին, որ այդպիսի խոսք կա, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի հատուկ ծառայությունների մասնակցություն են ունեցել ռուսական օդանավակայաններին խփելու մեջ։ Հիշեցնեմ ձեզ 2021 թվականի կամ 22 թվականի, ասեմ ձեզ, մոտ հոկտեմբեր թե սեպտեմբեր ամսի հաղորդումներից մեկի մեջ նշեցի ինֆորմացիա ՆԱՏՕ-ի հուշ գաղտնի, վերցնում են Թուրքիայում ապրող 600-ից 700 գենետիկորեն սլավոնական տեսք ունեցող, լավ ռուսերեն սովորացնում են եւ ուղարկում են Ղազախստան, որպեսզի հետագայում կազմակերպեն դիվերսիաներ։ Դե պատկերացրեք, մարդը մեկ օրում չէր կարող սովորել ռուսերեն, մինիմումը 1 տարի պետքա որ սովորի լեզու։ 6 ամիս չէ, 1 տարի, 23 թիվ։ Դե մի եկել է, ստացվել է, կազմակերպեցին, այս տարի խփեցին։ Ես ասում եի, չէ, որ մի օր ռուսների դեմ հելելու են թուրքերը, եւ չմոռանանք, որ թուրքերը դրեցին Բայրակթարի գործան Ուկրաինայում եւ այդ ԱԹՍ-ները սարքում են բնականաբար արևմուտքն է մեջ հազորացնում տեղադրումա, բայց ոչ մեկի վրա չի կարող ինքը տեսնի որևէ տառ եվրոպական, քանի որ թուրքական նա դրա համար չի անում, բայց իրենք իրենց մեջ նստած վերլուծում են ինչի արդյունքում ինչ է եղել։ Դրա համար է այդ օթային պաշտպանության այդ նախարարին բանից սպանեցին գեներալին։ Հա, военно-воздушной сил։ Օթային պաշտպանության, հակաօթային չէ։ Դրա համար էլ սպանեցին, Պուտինը պատվանեց բրդեց։ Ու դեռ քանի գեներալը բրդելու, սա թող ռուսները իմանան։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի հանդեպ ճշմարտ, միջալոց Վրաստանն է սկսել դիպայել էլի։ Վրաստանը արգելել է հայ ֆուտբոլիստներին, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, իր օթանավով ընկերական հանդիպան Կոսովո թռնելու համար։ Ուրեմն ես էլի եմ ասում, վրացիները պատերազմից պետք է մասնատվեն ու շատ շուտ։ Ես կրկնում եմ, ոնց որ մասնատեցին 2008-ին, հիմա էլ ստեղ մի հատ սարքելու են, մասնատեն Ջավախքի պահով։ Այլ հարց է Հայաստանի ղեկավարը ով կլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանը եղավ, իմացեք, որ չի լինելու։ Ընդհակառակ մի բան է ինքնատալու, ասի հաղթինք պարտվելով։ Ես եթե դա լինի 26 թվականին Նիկոլը գնացած լինի, ես հավատում եմ, որ Հայաստանի նոր եկած իշխանությունը կգնա այդ գործարքին ու Ջավախքը կստանա մինչև ծով, որտեղ վրացին արժանի է դրան։ Հայաստանի կոնյակը փակում, այս էշն էլ այսօր հենց ասում է Հայաստանի, 2-3 օրում այդ հարցը կլուծենք, բայց 40 օրն անցել է, ինչի՞ չես լուծում։ Վրացին կոնյակը փակում է, վրացին օթանավ չի տալիս թռնի, հետո ինչ պիտի լինի։ Ավտոմատներով Թբիլիսի, հա։ Թե տանկերով դեպի բան Գորի։ Որ մեկն է դուրդ գալիս։ Այդ հարցն է կլուծենք։ Այսքանով ուզում եմ ավարտեմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, հարգելիներս, հիշեք, որ ճիշտ հայ այն հայն է, որը Աստծո լույս մասնիկը մեջ ունի, դրա համար Աստված իրեն միշտ պաշտպանում է։ Իսկ այն ով որ չի հավատում Աստծուն կամ իրան ձևա տվել թե հավատում է, բայց փողով ծախվում է, հայ ազգին վնաս է տալիս, ես իմ փորձում եմ ամեն ինչով հենց անի, որ հայի անունը խայտարակվի, այդ մարդը ամենավտանգավորն է։ Ու ինքը արդեն սատանի ծառա է։ Իրեն էլ Աստծո օգնությունը պետք չի։ Սատանեն քաշելու է այն հասարակական աղջիկները որ կան, որ քաշում են լկտի, հետո այդ մարդուն կործանում են, տունա ծախում են, տանում են կազինո դեղ են նստում, հետո դա կործանվում, այդ անցալնելու բոլորի վերջը, ինչ ունի սկիզբ, ունի վերջ։ Հայաստանի այս նենք 35 տարին երևի անվանվի հայոց պատմության մթին տարիները։ Իսկ մթին միշտ հաջորդում է լույսը։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արտվինում, Արդահանում, Համշենում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն։